Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ բարձրաձայնել Գագիկ Սարգսի Պետրոսյանի մասին, մասնավորապես Գագիկ Սարգսի Պետրոսյանը իմ լավագույն ընկեր, իմ լավագույն բարեկամ Սոֆյա Տիգրանի Գալուստյանից վերցրել է 6 միլիոն 80 հազար դրամ Սոֆյա Գալուստյանին հողատարածք վաճառելու պատրվակով։ Այդ կապակցությամբ Գագիկ Պետրոսյանը իր իսկ ձեռագրով գրել է փոխառության պայմանագիր, որում վերջինս ըստ էության հաստատել է իր կողմից Սոֆյա Գալուստյանից 6 միլիոն 80 հազար դրամ վերցնելու հանգամանքը։ Նաև նշեմ, որ Էրիկ Եղինյանս այդ ժամանակ, այսինքն Գագիկ Պետրոսյանի կողմից փոխառության պայմանագիրը գրելու ժամանակ Էրիկ Եղինյանս անձամբ ներկա եմ եղել։ Նաև նշեմ, որ տարիներ առաջ Սոֆյա Գալուստյանը վաճառել է համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը եւ այդ գումարի որոշ մասը Սոֆյա Գալուստյանը պահել է եւ այդ իր բնակարանի վաճառքից գոյացած գումարի այդ գումարից մնացած այդ 6 միլիոն 80 հազար դրամը Սոֆյա Գալուստյանը տրամադրել է Գագիկ Սարգսի Պետրոսյանին, որպեսզի Գագիկ Սարգսի Պետրոսյանը Սոֆյա Տիգրանի Գալուստյանին հատկացնի հողատարածք։ Այդ ամենի մասին եմ հիմա ուզում խոսել։ Նաև նշեմ, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանը առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար նախկինում արդեն 2 անգամ դատապարտված է եղել։ Այս ամենի մասին ես տեղեկացել եմ համացանցից։ Նույն արարքը կատարելու համար ներկայումս նույնպես Գագիկ Սարգսի Պետրոսյանը դատապարտվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։ Հետևաբար անհասկանալի է, թե Գագիկ Սարգսի Պետրոսյանը ինչու է մինչև հիմա ազատության մեջ։ Այսինքն, եթե Գագիկ Սարգսի Պետրոսյանը նախկինում իր կողմից կատարած այդ հանցագործությունների համար, մասնավորապես առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար, եթե իրական պատիժ կրած լիներ, այլ ոչ թե մնար ազատության մեջ, հետևաբար այս նոր արարքը Գագիկ Սարգսի Պետրոսյանը չէր կատարել եւ Սոֆյա Գալուստյանից չէր վերցնի այդ 6 միլիոն 80 հազար դրամը։ Հետևաբար անհասկանալի է, թե Գագիկ Սարգսի Պետրոսյանը ինչու է մինչև հիմա ազատության մեջ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանը մնալով ազատության մեջ կատարել է նոր ենթադրյալ հանցագործություն։ Այսինքն Գագիկ Սարգսի Պետրոսյանը խախտել է իր նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները, ուստի ակնկալում եմ, որ դատարանը կքննարկի Գագիկ Սարգսի Պետրոսյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու նպատակահարմարության հարցը։ Մասնավորապես Գագիկ Սարգսի Պետրոսյանը Սոֆյա Տիգրանի Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ Սոֆյա Գալուստյանից վերցրել է 6 միլիոն 80 հազար դրամ, իբր թե Սոֆյա Գալուստյանին հողատարածք վաճառելու պատրվակով։ Ուշադրություն։ Մինչդեռ իրականում Գագիկ Սարգսի Պետրոսյանը իրեն պատկանող հողատարածք չի ունեցել։ Այսինքն դա նշանակում է, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանը ի սկզբանե հանցավոր դիտավորություն է ունեցել Սոֆյա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆյա Գալուստյանից խաբեությամբ հափշտակել 6 միլիոն 80 հազար դրամ։ Գագիկ Սարգսի Պետրոսյանի կողմից Սոֆյա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆյա Գալուստյանից խաբեությամբ 6 միլիոն 80 հազար դրամ հափշտակելու վերաբերյալ Սոֆյա Գալուստյանը ոստիկանությունում արդեն իսկ տվել է հանցագործության մասին գրավոր հաղորդում Գագիկ Պետրոսյանի դեմ եւ ես իմ այս ելույթում, իմ այս տեսանյութում հրապարակեցի Սոֆյա Գալուստյանի հաղորդման բովանդակությունից որոշ դրվագներ։ Այսինքն ես իմ այս տեսանյութում հղում կատարեցի Սոֆյա Գալուստյանի կողմից Գագիկ Սարգսի Պետրոսյանի դեմ տրված հանցագործության մասին հաղորդմանը։ Նշեմ նաև, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանի ինստագրամյան էջում առկա են լուսանկարներ, որ Գագիկ Պետրոսյանը լուսանկար ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես նաև մյուս լուսանկարներում երևում է, որ Գագիկ Պետրոսյանը ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանի հետ միասին հանրային վայրում բուկլետներ է բաժանում ժողովրդին։ Այսինքն այդ լուսանկարներով փաստվում է, որ Գագիկ Պետրոսյանը առնչություն ունի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, հետևաբար Գագիկ Պետրոսյանը Սոֆյա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆյա Գալուստյանից խաբեությամբ 6 միլիոն 80 հազար դրամ հափշտակելու հանգամանքով պայմանավորված Գագիկ Պետրոսյանն իր այդ գործողություններով ստվեր է գցում Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա եւ սրանք իմ գնահատողական դատողություններն են։ Նաև նշեմ, որ հնարավոր է, որ լինեն այնպիսի, այսինքն չի բացառվում, որ լինեն այնպիսի կանայք եւ աղջիկներ, ովքեր նույնպես տուժած լինեն Գագիկ Պետրոսյանի գործողությունների արդյունքում, եթե կան այնպիսի կանայք եւ աղջիկներ, ովքեր որ տուժել են Գագիկ Սարգսի Պետրոսյանի գործողությունների արդյունքում, ապա բոլորին հորդորում եմ, կոչ եմ անում անհապաղ դիմել ինձ կամ ոստիկանություն կամ ազգային անվտանգության ծառայություն, ինձ կարող եք զանգահարել 077 27 07 38 հեռախոսահամարով, եթե ունեք ասելիք այս տեսանյութում արծարծվող իմ դիտարկումների հետ կապված։
Հիմա կցուցանայեմ նշեմ, որ Սոֆիա Գալուստյանը ինձ տվել է նոտարի կողմից վավերացված լիազորագիր, որով Սոֆիա Գալուստյանն ըստ էության Էրիկ Եղինյանից լիազորել է պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ Սոֆիա Գալուստյանի կողմից ինձ տրված հիշյալ լիազորագիրը, ինչպես նաև կցուցադրեմ Գագիկ Սարգսի-Պետրոսյանի ձեռագրով գրված փոխառության պայմանագիրը, որին ինչպես արդեն նշեցի, այդ փոխառության պայմանագիրը գրելու ժամանակ, այսինքն Գագիկ Պետրոսյանի կողմից այդ փոխառության պայմանագիրը գրելու ժամանակ անձամբ ներկա եմ եղել, ականատես եմ եղել նաև Էրիկ Եղինյանս, նաև կցուցադրեմ իմ կողմից վկայակոչված այդ լուսանկարները, որտեղ հստակ երևում է, որ Գագիկ Սարգսի-Պետրոսյանը լուսանկարված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Նաև նշեմ, որ Նաև նշեմ, որ ավելացնեմ նաև, որ համացանցի միջոցով ես տեղեկացել եմ, որ Գագիկ Սարգսի-Պետրոսյանը հաշվառված է հետևյալ հասցեում, ուրեմն քաղաք Երևան, Ավան Առինչ, առաջին միկրոշրջան, 2/5 բնակարան 34, ինչպես նաև համացանցի միջոցով ես տեղեկացել եմ, որ Գագիկ Սարգսի-Պետրոսյանը ներկայումս բնակվում է քաղաք Երևան, ամառանոցային 19 հասցեում։ Ահա սա այդ լուսանկարն է, ձախ կողմում պատկերված է Գագիկ Պետրոսյանը, իսկ աջ կողմում Գագիկ Ծառուկյանը, ձախ կողմում պատկերված է սպիտակ հագուստով Գագիկ Պետրոսյանը, աջ կողմում Արման Աբովյանը։ Հիմա ցուցադրում եմ Գագիկ Պետրոսյանի ձեռագրով գրված փոխառության պայմանագիրը։ Ցուցադրում եմ Սոֆիա Գալուստյանի կողմից Էրիկ Եղինյանից տրված նոտարի կողմից վավերացված լիազորագիրը։ Վերջում ակնկալում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը ականջալուր կլինի իմ այս տեսանյութում արծարծվող հանցագործության մասին տվյալներին եւ ակնկալում եմ, որ ազգային անվտանգության ծառայության կողմից կվնասազերծվի Գագիկ Սարգսի-Պետրոսյանը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։